Գողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստծոքին մեր վրա թողուլա իմաստություն դա մեզի իր խոսքերը հասկանալու համար։ Ուրեմն թադավորի գիրագին հասանք Տեր Հիսուսի պատմած արակնարան գարնը իր անունը, հարգավ թե մեզի փոխանցելիք շատ կարևոր պատկամներ ունի, բայց եկեք սա հարցումը հարցնենք, մարդկային կյանքին մեջ ամենեն զորավորը ինչ է, ամենեն հզորը ինչ է, Ձեր կյանքին մեջ ամենեն հզոր բանը ինչ է, ուրեմն շատ դժվար չէ պատասխանը գտնել, միտքն է ամենեն զորավորը, ամենեն ուժողը միտքն է, ինչ որ գտեսնեք մարդկային աշխարհին մեջ, մտքի արդյունքն է, եթե մարս կերտանք, մտքի արդյունքն է, եթե հիվանդություններուն ջարը գտնենք, մտքի արդյունքն է, եթե երկնասլած շենքեր գշինենք, տարօրինակ մեքենաներ գշինենք, եւ եթե աթոմը կանչադենք, մտքի զորությունն անիկա։ Բայց միտքը հետաքրքրական գառուցվածք ունի։ Միտքը գաշխատի խաղապարներով։ Խաղապարները ներքին խոսքեր են, ներքին խոսակցությունն է, երբ որ դուք ցեզի կմտածեք, ոչ մեկ չլսեր, բայց դուք կլսեք, որովհետև անիկա ներքին խոսակցություն է։ Ուրեմն խոսքը եւ միտքը նույն բանն են։ Կնմանի, երբ որ ուտելու մասին կմտածենք, որ ստամոքսը գմարսը, բայց փերանը եւ ստամոքսը մեկ եւ նույն բանն են, որովհետեւ առանց փերանեն մտնելու ստամոքսին չհասնիր։ Հետևաբար միտքը եւ փերանը, մտածումները եւ խաղապարները խոսքերու հետ միևնույն բան են։ Չեք կրնար մտածել, չեք կրնար խաղապար ունենալ առանց բարերու։ Մտածեցեք, առանց բարերու մտածել փորձեցեք, չեք կրնար։ Հետևաբար մեր բոլոր ըրած բաներուն դագը գտնվող ուժը խոսքն է, խոսքի զորությունն է, ամեն ինչ խոսքով ստեղծվեցավ։ Եվ ասիկա Աստվածաշունչը մեզի կբացատրե թե ինչու համար այսպես է։ Աստված ինչ որ կստեղծե նախ կխոսի եւ իր ներքին գամքը գարտահայտե խոսքով, գսե եղեցի լույս, թող լույսը լա եւ լույս կլա, եղեցի արև եւ արև կլա, եղեցի ձով, եղեցի լեր, եղեցին անասուններ եւ գլան։ Ուրեմն Աստված ինչ որ բիդնե նախ կխոսի։ Մարդնալ Աստուծո նմանությամբ ստեղծված է, ինչ որ գնե նախ կխոսի։ Մենք չենք անդրադառնար, բայց առանց այդ ներքին խոսակցության մենք ոչ մեկ բան չենք կներ։ Այսօր ինչու համար եկեցի եկար, որովհետև ներսեցիր, որ այսօր եկեցի պիտի երթամ։ Ուրեմն, երբ որ մեր շուրջը գնայինք, ամեն ինչ մարդու խոսքով ստեղծված է։ Խոսքով մենք մեր կյանքը կհյուսենք, նաև անհատական կյանքը կհյուսենք։ Խոսքա, որ մարդը գախաղան կհանե, խոսքա, որ մարդը կփրկե։ Հյուսինյանոս գայսրը գար, ոսո Բիզանտիոնի գայսրերեն մեկը, հավատացյալ գայսմուներ, օրմը բադիարքին հետ գճաշեն։ Ճաշի ադեն սպասավորը
Քերին աբուրը գտապե թակավորին վրա Ստույգ մահ Ուրեմն այս քերինալ քրիստոնյա է եւ լավ գիտե ավետարանը ամիջապես գերգիրբակե եւ գսե որ մեր Տերը Հիսուս Քրիստոս գսե որ Երանի ողորմածներուն որովհետեւ անոնք ողորմություն պիտի գտնեն Հիմա թակավորը ինչ պիտի ասե մեյմը բադիարքին գնայի մեյմը մարդուն գնայի սազը շիտագե լավ գսե ողորմեցի քեզի ներեցի Մարդը գսե որ մեր Տերը գսե որ չարության թեմ չարության մի փոխարինեք չարությունը բարիով հաղթեցեք Հիմա թակավորը իր քսագն սերկը գերգարը եւ քսակը ոսկի գուտա մարդուն արգսե Մարդը կեդին գբարգի վերստին գսե որ մեկ բան եւս կուզեմ Սելցես եթե արդոնեք արդոնված է գսե Մեր Տերը գսե որ գսե ինչ որ քեզի գուզես ուրիշները ընեն թունալ նույնը ուրիշներուն ըրե Ես գսե քարտաջայեն չերի վերցվեցա Ես ալ քրիստոնյա եմ ջին եւ 3 զավակներ ունեմ 5 տարի է չեմ տեսած Թակավորը եթե իմ դեղս լար ինչ կուզեր որ ուրիշները իրեն ընեն Թակավորը գսե որ կուզեի որ ինձ ազատ հարսակեն երթամ իմ զավակներուս կովը եւ տեսնեմ ազատ ես գսե քնա եւ մարդը այսպես թե իր հանցանքեն կփրկվի թե գվարցադրվի եւ թե իր ազատությունը գարնե ինչպես Աստուծո խոսքերը լավ իմանալով Աստուծո խոսքերը մեզի կփրկե Անոր համար թիշպատապար մեր ժողովուրդը Աստուծո խոսքերով շատ չմոդենար շատ հարաբերություն չունի Աստվածաշունչը ավետարանը գարտալու սովորությունը չունենք մենք Բայց անոնք որոնք այդ սովորություն ունին Շատ լավ գիտեն թե ինչպիսի օգուտ կբերե իր կյանքին Մեր ժողովուրդը շատ կսիրե ավետարանը համբուրել Իր քուլխուն վրա տնել Իր դունին մեջ բարձր դերմը բահել Բայց ցեզի վատ լուր ունիմ Այդպես ցեզի շատ օգուտ չբերեր Այսինքն թեղմը պիտի առնեք Այդ թեղը պիտի համբուրեք Կոկնեցեզի Մարդուն մեգուն թեղ կրեր է բժիշկը հետո 15 օր հետո գուկա գսե որ քրած թեղս կորզածեցիր այո գսե անոր վրա գկրեր որ բարձր դերմը բահեցեք մանուկները չհասնին եւ զով դերմը լա ես ալ թրի եւ այդպես կգենա Օգուտ կնե Չէ, երբ օգուտ կնե Երբ որ գարնեք գգլեք ցեր արյունին գխառնվի Աստծո խոսքերն ալ այդպես են Օգուտ չունի ցեզը եթե ցեր մեջը չմտնե Եթե ցեր հասկանալիք ցեվով անիգա չհասկանաք Մեր ժողովուրդը ուրիշ մեկ թշփախտություն ունի մեր բոլոր ձեսերը քրափար են Եվ արդեն իսպուրքի հայերը լավ հայերեն չեն գիտեր, մեգալ քրափարով գսվի, հին հայերենով գսվի, փարեր միայն իրենց արգանչին գզարնե, եւ անորամար գցանցրանան, ինչ է լուծումը քու հասկացած լեզվովդ աստվածաշունչը պիտի գարտաս։ Մենք մեր եկեցի ձեսերը չենք գնալ փոխել։ Եթե բոլիս փոխենք, ամերիկացիները ինչ պիտի ունեն, Ավստրալիացիները ինչ պիտի ունեն, ուրեմն ստիպված ենք այս ձեսը պահպանել։ Բայց իմաստը պետք է մենք յուրացնենք։ Ինչու, որովհետև խոսքերը մեր կյանքը գտնորինեն, թե ինչ պիտի ըլլա։ Մենք
պետք է Աստուծո հետ նաև խոսիր գիտնանք։ Մենք մեր խոսքերով միայն մեր կյանքը չենք շիներ, այլ նաև հավիտենական կյանքը գաբահովենք։ Հավիտենական կյանքն ալ մեր շրթունքներով կգազմենք։ Եվ այսօրվան ավետարանը եւ հոնդե պատմվածները ասոր համար է։ Աստուծո հետ խոսիր գիտես։ Ինչպես կխոսիս Աստուծո հետ։ Ինչ կսես անոր։ Որքան կխոսիս։ Շատ կարևոր է։ Շիտակ է, որ մենք ուրիշներու հետ մեր խոսքերը կարգավորենք, պետք է շիտակ խոսենք, թրագան խոսենք, քովելով խոսենք ուրիշները, որպեսզի մեր կյանքը լավ ընթանա։ Մասնակիցներ, հոգեբաններ ամուսնությունների մասին, երբ որ ամուսնությունները վատ կընթանան, գսան որ շատ բարձ է փրկելու այդ ամուսնությունները։ Երեք բար միայն եթե խոսին ամուսինները իրարու ամուսնությունը կշտկվի։ Միայն երեք բառեր։ Երեք բարձ նախատասություններ։ Գսրամ քեզ պետք ունիմ քեզի ներողություն։ Բայց կտեսնեք, որ երբ որ ամուսնությունները կվատանան, այս բառերը չեն գնարսել։ Եթե ըսեն, պիտի փրկվի։ Հետևաբար մենք, քանի որ մեր հարաբերություններուն մեջ այս սկզբունքները ունենք, այսօրվան ավետարանը Տեր Հիսուս մեզ գսե որ Աստուծո հետ ալ խոսելու ցև մգա։ Եվ պետք է անիկա դուք իմանաք։ Եվ Ղուկաս 18-րդ գլխուն Տեր Հիսուս գպատմե երկու արակներ։ Աղոթքը ինչպես պետք է լինի։ Ուրեմն Տեր Հիսուս գսե անոնց արակ մնալ ըսավ այս բանին վրայով թե պետք է ամեն ադեն աղոթ գնել ու չցանցրանալ։ Ուրեմն պետք է մենք աղոթենք շարունակ եւ աղոթքան չցանցրանանք։ Ինչու համար մենք աղոթքան կցանցրանանք։ Նախ եւ առաջ աղոթքը հավատք ուզե։ Որովհետեւ գաղոթեք բանի որ չեք տեսներ։ Եթե չեք տեսներ եւ գխոսինք անոր հետ շատ թյուրին է որ ցանցրանակ։ Մենք երբեմն երկար գզրուցենք ուրիշներու հետ, ինչու որովհետեւ մեր թիմացը մարդ կա։ Մեզի կպատասխանե։ Իսկ մեր աղոթներուն պատասխանը անմիջապես չեն կստանար։ Հետևաբար մենք կխոսենք Աստուծո եւ կհավատանք որ Աստված կլսե եւ պիտի պատասխանե մեզի հարմար ցևով, հարմար ժամանակին։ Բայց ան մեզի չխոսիր։ Ինչու չխոսիր։ Եվ կամ կխոսի մենք չենք հասկնար շատ բարձ է, որովհետև Ադամ եւ Եվային Աստված կխոսեր, որպես երրորդ անձնավորություն, կզրուցեր անոնց հետ, մարդու կերպարանքներ եւ անոնց հետ կզրուցեր, մինչեւ երբ, մինչեւ մեղք կործեցին։ Մեղքյան հետո է ալգխոսի Աստված, բայց այլևս աներևույթ կդառնա։ Եվ հետս հետե մենք մեր մեղքերը Աստծո հետ մեր հարաբերությունը կգտրե եւ մենք Աստված չենք տեսներ։ Սուրբերը այս խնդիրին լուծումը սաբես կդածեն։ Մեր Աստված ասածը, որ ամեն տեղ է, ամեն ինչ ստեղծած է եւ ամեն ինչ կստեղծե, իր հոգիով մեր ներսը եւ մեր դուրսն է, ուրեմն արարածներուն նայելով մենք Աստված կգտնենք։
Այսինքն Աստված տեսակը թիմագավորված է իր արարածներով, ինչպես դուք հակուսներ ունիք եւ սեր հակուսները գշարժին սեր քայլերուն ամացայն սեր ցերկը գվերցնեք սեր փաճգոննալ գփարստանա դուք գկալեք սեր դապատնալ գկալե երբ որ ցերնորցում ունիք այդ ցերնոցը շարժում ունի գիտեք որ անոր մեջն ցերկնեշ գշարժի հետևաբար այս փունության մեջ Աստված հոն է բոլոր շարժումներուն յետևն է Աստծո ըսկեստն է ասղավոր երկինքը արևածագը փածված զաղիկները քարունը նորածին մանուկը այն սարդը որ իր ոստայնը գհյուսը բոլորը յետևը Աստված ունի եւ երբ որ այս հրաշալիքներուն գնայիք այնադեն սեր աղոթքը ավելի իմանալի գտարնա այս բոլորին յետևը Աստված գա Եվ քանի որ Աստված ամեն դեղը նաև պետք է լայի մեջս Ուրեմն երբ որ ներս կդառնամ ես խոսելու կսկսեմ ներսեն ուրեմն Աստված հոն է եւ Աստված գլսե Անորամար աղոթքի ադեն մեր աչքերը կգոցենք որբեսի ներսը ամփոփվենք ներսեն Աստված դսե մեզ Հետևաբար ներսեն եւ դուրսեն պետք է մեր հավատքով իմանանք որ Աստված գա եւ գլսե մեզ եւ պետք չէ սանսրանանք եւ շարունակ խոսենք երբ որ հայր մայր գտարնակ անհամբեր կսպասեք որ ծեր զավակը խոսելու սկսի մամա պապա սը ուրախանակ ամեն մարդուն լուր գուտակ որ մեր երախան խոսելու սկսավ հետո կսկսի խոսելու գոդրված բարերով սխալ բարերով բայց ուրախանակ եւ երբ որ դգար է իր խոսակցությունը չկսար որ լրե ինչպես կխոսես այդ բարը այդպես չսվիր չկսեք որ խոսի սխալ խոսի բայց խոսի խոսելով գիտեք որ պիտի փածվի իր լեզուն Ցեզետ խոսիր պիտի սորվի, ցեզիբես խոսիր պիտի սորվի։ Երբեմն փամը գուզեցեցմե եւ շիտակ չսեր այդ բարը չեք դար, մինչեւ որ շիտակ խոսի։ Ուրեմն դեր Հիսուս ասոր նմանով արակ մը պատմես, թադավոր մը գար քաղաքի մը մեջ, որ աստուծմե չեր վախնար ու մարդոցմե չեր ամիջնար։ Եվ նույն քաղաքին մեջ որ փևայրի այրի մնացած գիմ մնալ գար որ անոր գուքար ու գսեր իրավունք է ինձի ու ազատես զիս իմ ոսոխես ժամանակ մտադավորը չեր ուսեր անոր մդի գնել բայց ետքը սավ իր միտքին մեջ թեև ես աստուծո մեջ չեմ վախնար եւ Մարդը չեմ ամիջնար, քոնը այս որբևայրին զիս ցանցրացնելուն համար իրեն իրավունք ունեմ, որբեսի չիկա ամենադեն ինձի անանքից չնե։ Դերսավ լսեցեք անիրավ թադավորը ինչ կսե։ Հաբա Աստված, որ արդար է, իր ընդրյալներուն իրավունք պիտի չնե, որոնք Ցերեկ ու քիշեր իրեն գաղագեն Ցեզի գսեմ թե շուտով անոնց իրավունք պիտի ունե բայց որդին մարդո երբ կա արդյոք հավատ պիտի գտնե երկրի վրա Ուրեմն դեր Հիսուսին ուսուցումներուն համաձայն աղոթքը կփխի զորավոր հավատքեն Ներսը այդ ուժը թուրս կալ գուզե անորամար Սամոս սերքուն գսե հավատացի անոր համարալ խոսեցա ինչ որ մենք կհավատանք անիկա շատ թակուն չմնար թուրս կուկա հետավապար մեր մեջը արածներուն
պետք է ուշադիր դարձնենք, որպես անոնք դուրս գալու կարողություն ունեն։ Հիսուսով փերանը գխոսի սիրտի ավելցուգեն։ Հետևաբար սիրտ ինչով որ գլեցվի այդ դուրս կուկա։ Եթե սիրտ մեջ հավատք կա, այդ հավատքը քեզ կսե որ աղոթ է։ Աստծո աղոթ է, Աստված կլսե։ Աստված գուզե որ թուն լավ աղոթես։ Աստծո ցերկը չեք արծրացած։ Աստված առաջին անգամ որ մենք կսենք կլսե։ Բայց մենք կսենք երբեմն շիտակ ծևով չենք կսեր։ Մենք կաղոթենք շիտակ հավատքով չենք աղոթեր։ Որպես մենք մինչև որ այդ շիտակ ծևով սորվինք, ուրեմն Աստված գուզե որ մենք գրտնենք։ Դպրոցական հանդեսին աղջիկը 15 տարեկան ելած է եւ այդպես ամեն մարդուն կիցած երկմգ գսե սեղանն արած թիմած նարարար ուրեմն գսե բոլոր սրահը ոտքի գելլե եւ գծափարը գրգին գսեն երկրորդ անգամ նույն երկը գերկե գրգին ոտքի գելլեն երրորդ անգամ գսե գրգին ոտքի գելլեն աղջիկը գսե որ հասկսա շատ հավնեցակ իմ երկս բայց ասիկա ծեր բոլորին կիցած բարձ երկ մնա դակավին որքան բիդուսեմ ժողովուրդը գսե մինչև որ սորվիս հետևաբար Աստվածնալ նույն բանը գսե մեզ մինչև որ հավատքով աղոթել սորվիս մինչև որ սրդանց աղոթես մինչև որ ամբողջ էությամբ աղոթես դեր Հիսուս Աստծո որդին էր Գեթսեմանիի բարդեսի մեջ աղոթեց իր քրդինքները արյան գաթիլներու մեջ շիտ գտապեր եթե Հիսուս այդպես աղոթեց մենք ինչպես պետք է աղոթենք Սուրբ Օգոստինոսը եպիսկոպոս էր նաև Հիպոյի եպիսկոպոս էր քաղաք մներ Իտալիայի մեջ Օրմը իրան գսան որ շատ հավատացյալ մեկը կա բայց հիվանդ է բժիշկները չգրցան փուժել կհավատա որ եթե դուք աղոթեք կբժիշկվի գսե որ թողա խնդրեմ ուրեմն թուրը կբացվի եւ այս մարդը ներս կմտնե մեկ երկու քայլ գնա գծունգունտրե կսկսի լալու գուլա այնպես գուլա որ քեդինները կբարգի սպասանը գաղոթա Աստծո գսե որ ով դեր գսե եթե մեկը քեզ մե փամը բիդը խնդրե ասկե ավելի լավ ինչ կրնա անել ինչպես կրնա խնդրել հետո մարդը կգենա քուլուղը գվերցնե Սա որ աղեկցա ես Եվ ոտքի գելլե ծատկելով գհերանա Ուրեմն իր հուշերուն մեջ Սուրբ Օգոստինոսը գսե որ ես այս մարդուն չաղոթեցի Այս մարդը ինքը աղոթեց իր աղոթքը եւ իր հավատքը փուժեց իրան Հարցը գսե սա է այս մարդը հավատացյալ էր Հիվանդություն եկած ադենը իվեր գաղոթեր Ինչու չեր փուժված որովհետև Աստված կսպասեր որ այդ աղոթքն է աղոթել սորվի այդ զորավոր աղոթքը ինչ կրնա անել անիկա ինքը սորվի եթե ոչ շատ բարձ է մենք ալ մեր զավակներուն բոլոր ուզածները ուզած ժամանակը կրնանք տալ բայց կուտանք Հետզելանիվ գուսեմ, լավ, թասարանը թանցիր, հետո Հետավապար, պամը դալ գուսե աստված, բայց մեզի սել գուսե որ իրեն հետ եղած հարապերությունը մեր ուզածյան ավելի թանգակին է և ավելի կարևոր է Հետավապար իրեն հետ խոսիլ սորվինք մենք
իր աներևույթ աչքերուն նայիլ եւ անոր հետ ժամանակ անցնել, վարժվել անոր հետ խոսիլը, անոր խոսքերը առնենք, անքիր սորվինք, մեր սիրտը լեցնենք Աստվածաշունչի խոսքերով եւ այդպես խոսենք իրեն։ Աստված գուզե այս մագարտագին կա մեր խոսքը իրեն հետ։ Երբ որ այս կբադահի, այնադեն մենք դարբեր մագարտագով աղոթելու կսկսի։ Ուրեմն դեր Հիսուս սկսե իր երկրորդ անգամ քալուստին համար, որ շատ մոտեցած է, թե պիտի կամ գսե, բայց հավատ պիտի գտնեմ։ Չսեր որ եկեղեցի պիտի գտնեմ։ Չսեր որ հավատացյալներ պիտի ըլլա, արդյոք ինձ համար շարական երկ պիտի երկեն, չսեր, գսե որ հավատ պիտի գտնե, որովհետև եթե հավատ կունիք, մնացյալ գրոնքի վերապերյալ ամեն ինչ կիրականանա, որովհետև մեր գործը անդեսանելի, աներևույթ Աստուծո եւ անոր զորության հետ է։ Հետևաբար մեր հավատքով մենք գապ կհաստատենք այդ աներևույթ Աստուծո հետ։ Սեր առօրյային մեջ միշտ Աստված հիշեցեք, փոքր աղոթներ սորվեցեք, հին ժամանակները մեր մեծերը համրիչ ունեին, վարդարան ունեին, եւ անիկա քաշեին իրենց ցերքին մեջ, դեր ողորմիա ասելով։ Ինչու որպեսզի միշտ հիշեն, միշտ իրենց սփերնին եւ սիրտին մեջ Աստված գտնվի, հոն ըլլա։ Մեր աշխարհին մեջ, մեր մդ աշխարհին մեջ Աստված դեղ ունենա, հավատքը դեղ ունենա։ Ուրեմն դեր Հիսուս այս արագով մեզ գսե որ այո, այս այրիգինը մեկը չուներ, այս թադավորնալ անխիչ, անարդար, կաշարագեր, մեկներ, բայց այս կինը շարունակ քնած, իրավունք ստեսավ, եւ մարդը վերջոսա, որ հա ասիգա անանքիս կնեինց, իր իրավունքը դամ փրկվիմ անգե։ Ուրեմն շարունակ այս թիմումները, եթե անարդար թադավորը շարժման գանցնե, դեր Հիսուս կսե որ աբա արդար թադավորը, անիկա ինչպես շարժման պիտի չանցնի, անալ շարժման պիտի անցնի, բայց նախ եւ առաջ կսե որ դուք աղոթել սորվիք, եւ սորվիք որ որոշ բաները ժամանակ կուզե, որոշ բաները ծեր սայնը հասնելու համար որակ կուզե, չեք կրնար ճուրը երացնել, թնել օջախին վրա եւ ետ առնել։ Գերա, ոչ, պիտի մնա բավական չափով, մինչև որ 100 աստիճանին հասնի, այն ադեն երալու եւ շոկիանալու պիտի սկսի։ Մեր որոշ աղոթներն ալ այդպես, պետք է մեր սիրտի գրագին մեջ բավական պետք է տակնա, որպեսզի շոկիանա։ Մեր հավատքի գրագին մեջ պետք է այրի եւ շոկիանա Աստուծո հասնի, որովհետեւ շատ աղոթները մինչև ցեղուն գելեն եւ ավելի բարձր չեն ելներ։ Մենք հետավապար սիրելիներ, խոսքից ըսկիսպսի, մենք մեր ճակատագիրը մեր լեզվով կերտենք, թե այս աշխարհի մեջ մեր հաջողությունները եւ թե մյուս աշխարհի մեջ հաջողությունները մեր լեզվով պիտի լինեն։ Աստծո հետ շիտակ խոսիլ պետք է սորվի։ Ուրեմն այսօրվան պատկամը այս է, ուրեմն մենք աղոթները Աստծո լսելի դարձնենք։ Տեր օրհնե ձեր բոլորը։